շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, թեմաները շատ են, սկսենք այս հարցից, այսօրվա առավոտյան ժամը 7-ին ԱԱԾ դիմակալվածները ներխուժել են Մայր Հայաստանի գրասենյակ, այնուհետև առանց Անդրանիկ Թևանյանի իմացության խուզարկություններ են իրականացվել վերջին իսկ տանը, դուք գիտեք, թե ինչպես օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հանրաքարոզարշավի շրջանակներում բղավում էր, որ շուտ լրտես է և հոդված են փորձում կարել պարոն Թևանյանի վրա, ես կխնդրեմ այս ամենին կապված ձեր տեսակետը արտահայտեք, ինչու են անցել այս շոուներին, պարոն Թևանյանն մի քանի անգամ շեշտել է և շեշտում է, որ այս իշխանությունն է իր պարագլխով, թուրքի պահած իշխանություն, շատ ավելի կոպիտ գնահատական է տալիս, այո, իրական պետական դավաճանները իրականություն են։ Ընդ որում ըստ վերջին 6 օրը օրվա իշխանություններն ու հիմնականում քանի որ քարոզարշավում Փաշինյանն է բավականին կոշտ շեշտադրումներով, խիստ շեշտադրումներով խոսույթ է որդեգրել ավելին իրական Հայաստանի ներկայիս իրական Հայաստանի քաղաքացիների հետ ամիջական շփման հետևանքով Փաշինյանը հասկացավ, որ այն պատրանքային Հայաստանը, որը ինքը ստեղծել էր լրատվամիջոցներով, հեռավորության վրա մեծ հավաքներով, երաժշտական համերգներով որևիցե աղերս չունի այն Հայաստանի հետ, որում մենք ապրում ենք։ Որտեւ երբ գետնի վրա ինքը հանդիպում է փաստացի մեր երկրի քաղաքացիներին, որոնք արդարացիորեն հարցեր են բարձրացնում, որևիցե հարց, խնդիր, որը արծարծվել է Հայաստանի քաղաքացու կողմից ուղղված Փաշինյանին, անարդարացի չէ։ Եվ հետեւաբար այդ հարցադրումները Փաշինյանին շատ արագ հունից հանել են։ Ինչու՞։ Ես ասեմ ձեզ, որ 2018 թվականին, 2021 թվականին եւ այս համապետական ընտրությունների ժամանակ իշխանությունները 4 տեղեկատվական օրակարգեր են որդեգրել։ Կախված իրավիճակից այդ 4-ից առաջնահերթ ընտրվել է մեկը կամ երկուսը։ Եվ այսպես 2018-ին եւ 21-ին առաջնահերթ եղել են հին ու նոր էլիտաները կամ հին ու նոր իշխանությունները, այնուհետև Ղարաբաղցի հայաստանցի հակադրությունը, երրորդը կուլակաթափանել է օլիգարխներին եւ վերջում Ռուսաստանի դեմ խոսել է։ Այս 4-ն էլ այս կամ այն չափով որպես քարոզչական օրակարգեր եղել են 2018-ին եւ 21-ին։ Հիմա ինչով է ներկա ընտրարշավը եւ ընտրական արշավի ժամանակ իշխանությունների կողմից իրականացվող քարոզչությունը տարբերվում նախորդներից, այն որ այստեղ առաջնահերթը Ռուսաստանի դեմ խոսելն է։ Ինչու՞։ Նախ ոչ միայն խոսելը, այլև միջոցառումներ անելը, մասնապես մայիսի 4-ին 5-ին երկու մեծ գագաթնաժողով եւ մեկ պետական ամենաբարձր մակարդակի այցով Ֆրանսիայի նախագահի Հայաստանի Հանրապետություն։ Ինչու՞։ Որտեղ նախորդները սկզբունքորեն այլևս այն արդյունքը չեն կարող տալ, ինչ տվել են 2018-ին հիմնականում եւ 2021-ին։ Այլևս Արցախը չկա եւ Ղարաբաղցի հայաստանցի հակադրությունը սկզբունքորեն չի աշխատում, հին ու նոր չի աշխատում, որտեւ այսօր իշխանության ղեկին տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում փոխնախարարներ, վարչության պետեր, կոմիտեների նախագահներ, դրանք ներկայացնում են, այդ թվում նաեւ քաղաքպայմանագրի կուսակցության ղեկավար կազմում նախկինները։ Մեծ հաշվով նույնիսկ եթե ավելի անկեղծ եւ անաչառ լինենք, նույն Փաշինյանը ինքը հիների լավագույն ներկայացուցիչներից մեկն է, ուղղակի որոշակի գունավորումով։ Երրորդ օլիգարխիկ համակարգը, որը Փաշինյանը խոստացել էր ոչնչացնել, բացառել, կոռուպցիա պետք է չլինի եւ այլն, բնականաբար այն գլխից պարզ էր, որ դա իրականանալի չի, որովհետեւ կոռուպցիան եւ օլիգարխիկ համակարգը դա կառավարման գործիք է, ընդ որում այդ կառավարման գործիքի ղեկավարման վահանակը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս։ Սովորաբար օլիգարխիկ համակարգը կառավարվում է երկու պետության կողմից՝ Միացյալ Նահանգներ, Բրիտանիա, այսինքն Վաշինգտոն եւ Լոնդոն եւ այդ երկրների օֆշորներում են գրանցվում ցանկացած երկրի օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների ունեցվածքը, անշարժ շարժական գույքը, ակտիվները։ Եվ հետեաբար
ոչնչացնել դա նշանակում է ընդհանրապես սկզբունքորեն այդ երկրները, մասնավորապես եթե խոսքը Հայաստանն էր վերաբերում, արտաքին կառավարումից դուրս դնել, խոսքս տնտեսական կառավարման մասին է։ Այդպիսին չի անգամ Ռուսաստանը։ Այդպիսին է մի քանի պետություն, որոնք այս կամ այն ձևով գտնվում են պատժամիջոցների եւ շրջափակման մեջ։ Մեկը Իրան Իսլամական Հանրապետությունը, մյուսը Հյուսիսային Կորեան, անգամ Ռուսաստանը եւ Չինաստանը այդպիսին չեն, այնտեղ կա օլիգարխիկ համակարգ, ուղղակի նրանք այլևս չեն կարողանում այն եղանակը ստեղծել, որ ստեղծում են, բայց իրենց կշռով ֆինանսական հնարավորություն եւ այլն դեռևս առկա են։ Ուստի եւ հիմա արձանագրում ենք, որ Հայաստանում իրականացվում է Ռուսաստանի դեմ պետական մակարդակով քարոզչություն, գործողություններ, ընդ որում այսօր դրա վերաբերյալ հետաքրքիր ձևակերպումներ տվել էր նաեւ Պետդումայի նախագահ Վլադիմիր Վիաչեսլավ Ալուզինը Հայաստանի պահով, ուստի եւ այստեղ պետք է հետապնդվեն մարդիկ, որոնք այս կամ այն ձևով հալածյալ են դառնում, որովհետեւ գաղափարական առումով համախոհ են եւ Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականությանը, իհարկե առաջնային որպես Հայաստանի շահը դիտելով, այդպիսին է նաեւ Անդրանիկ Թևանյանը եւ իր կուսակցության շատ անդամներ, որոնք չեն թաքցնում, որոնք մի քանի անց եղել են Դոնեցկում, Լուգանսկում, հայ համայնքի հետ են հանդիպել, հումանիտար օգնություն են տալել եւ դա գաղտնի չի եղել, դա ամեն ինչ նկարահանվել է եւ այլն։ Ես կարծում եմ, որ չեմ բացառում, որ իր անձի ընտրությունների քարոզարշավի ժամանակ հետապնդումը միգուցե եւ առաջնահերթ եւ ուղղակիորեն կապ ունի հենց այդ հանգամանքի հետ, հաշվի առնելով թե ինչպես ընդունվեց Ուկրաինան դեպի ավերում եւ կործանում տանող նախագահի ստատուս չունեցող, բայց նախագահ աշխատող ռեժիմի պարագլուխ Վոլոդոմիր Զելենսկին ընդունվեց Հայաստանում եւ Անդրանիկ Թևանյանը եզակիներից է, որը նման արարք արել է։ Ես կոնկրետ չեմ հիշում կուսակցության ղեկավար, որը գնար այցելեր, հանդիպեր այդ մարզերի հայ համայնքի հետ կամ հումանիտար օգնություն տաներ եւ սկզբունքորեն ինչ վատ պատճառ ու պատրվակ է հետապնդման ենթարկելու։ Առավելս որ տարբեր աղբյուրներ, այդ թվում մի նախարար կա, որը վերջերս հայտարարեց, որ Հայաստանից զենք է արտահանվում, վաճառվում, նորագույն տեխնոլոգիաների քաղաքապայմանագրի կարգառու ներկայացուցիչներից մեկը։ Ես չեմ բացառում, որ ասենք Հայաստանն ընդ որում արտադրում է անօթաչուներ, այդ անօթաչուները Ուկրաինայի համար խիստ կենսական են եւ եվրոպական երկրներ հիմնականում Ուկրաինային վաճառում են անօթաչու թռչող սարքեր։ Ես չեմ բացառում, որ Հայաստանը եւս նման ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր է կնքել Ուկրաինայի հետ եւ պարզ է, որ Ռուսաստանի թշնամի պետության հետ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր կնքելը նշանակում է դաշնակցել գետնի վրա գործնականում Ուկրաինայի հետ ընդդեմ Ռուսաստանի։ Պարոն Աբրազյան, այս ամեն ինչ ամեն դեպքում վախից դրդված է նաև իրականացնում, թե վախի մթնոլորտ է ուզում ստեղծել։ Երկուսն էլ կա, ընդ որում մեկը մյուսով պայմանավորված է։ Իմ տվյալներով Փաշինյանը բավականին այդպես երանության մեջ է եղել, երբ իր կուսակիցները որոշ ծառայությունների ի պաշտոնե ղեկավարներ, որոնք հանրապետությունում ներքաղաքական իրավիճակի գնահատման, մարդկանց վերաբերմունքի ընտրությունների ժամանակ համապետական որ քաղաքական ուժին ձայն կտային, իրենք բավականին այդպես լավ գույներով են, վառ գույներով են ներկայացել իրավիճակը եւ այստեղ ամենայն հավանականությամբ վերջին մեկ շաբաթում Փաշինյանը առերեսվել է այլ իրողությունների հետ, այն է Փաշինյանի վարկանիշը Երևանում, մարզկենտրոններում, քաղաքներում եւ գյուղական բնակավայրերում կտրուկ անկում է ապրել ի համեմատ 2021 թվականի ցուցիչների եւ հանրային ակտիվությունը բավականին բարձր է, ինչը ենթադրում է, որ եթե հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում համապետական ընտրություններում մասնակցությունը լինի այնքան, որ
տարբեր փորձագիտական, մասնագիտական գնահատականներով 1.400.000-ից 1.500.000 եւ այն իրավիճակը, որ այսօր է, սա նշանակում է, որ Փաշինյանը առավելագույն կարող է հավաքել մոտ 30%, օգտագործելով իր ենթակայությամբ ամբողջ վարչական ռեսուրսը, մեր երկրի քաղաքացիների մասը, որոնք կամ չգիտակցելով կամ ուղղակի շահ ունենալով ձայն են տալու քաղ պայմանագրին, ակնհայտ է, որ այդպես է, եւ բարի գալուստ Թուրքիա ապահովել Հայաստանում եւ Ադրբեջան, ապա տոկոսը բավականին ցածր է, անգամ 30%-ից ցածր է։ Իսկ սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Փաշինյանը սրա մասին իրազեկվելով ներքին անդորը խաղաղությունը միանգամից կորում է եւ ներքին ագրեսիան է սկսում գլուխ բարձրացնել։ Այն որ տարբեր հարթակներից ասում էր բոլորից սիրում եմ, այդ բառի իրական էությունը այն է, որ քաղաքացիների հետ ամիջական շփման ժամանակ ինքնատերապետումը, որը իր մոտ բավականին դեպ ասեմ բարձր է միշտ եղել, եթե դրա կարիք եղել է, ապա այստեղ միանգամից պորտկում է վիրավորական խոսքեր է ասում եւ հիմնականում իքական սերի ներկայացուցիչներին, որոնք ընդհանրապես հարցեր են տալիս եւ կորուստների համար որոշակի մեղադրական շեշտադրումով դիմում են իրեն։ Այստեղից հետեւություն, որ իրավիճակը լավ չի եւ իրողությունների հետ շփվելը Փաշինյանին բերում են ըստ ներքին ագրեսիվության։ Մեկ, երկրորդ, վախի մթնոլորտը սովորաբար ինքը կառավարելի է իշխանությունների կողմից, եթե կարողանում ընդհանրապես ցանկացած վախի մթնոլորտ ինքը լրջագույն գործիք է իրավիճակի վրա էական ազդեցություն ունենալ կամ վերահսկելի պահել։ Այո, այդ վախի մթնոլորտը հիմա համատարած խուզարկություններ, ձերբակալություններ, այդ թվում Արտուն Գրիգորյանի Գյումրիում արգրավել են հեռախոս, համակարգիչներ, 3 հիմնական քաղաքական ուժերի տարբեր գրասենյակներում խուզարկություններ, ձայնագրություններ, Հայաստանի օրվա իշխանությունները լցվել են միգուցե մի քանի հազար մարդու հեռախոսների ուրեմն գաղտնալսումով, որ պահին, որ ինչ-որ գումարի խոսակցություն է լինում, ընդ որում սկզբունքորեն բարդ չէ այդ գումարի խոսակցությունը նույնիսկ սարքել։ Այսինքն ներդրվում են գործակալներ այս կամ այն այդ իմ նշած 3-7-17 քաղաքական ուժերի շտաբներում հեռախոսային խոսակցություն են ունենում, ինչ-որ գումարի հետ կապված, մեկը մեկին ասում է ինձ այսքան գումար են տալիս, փոխանցի քաղաքացուն, արժի յուրաքանչյուր քաղաքացի այսքան, ընդհանրապես խոսակցություն։ Եվ այդտեղից դա արդեն բավարար է, որպեսզի որոշակի ժամանակով այդ քաղաքացիներին, որոնք իրենց գործակալներն են եւ նրանց ում կարողանում են այդ անձինք ներքաշել այս գումարային պատմությունների մեջ։ Ես կարծում եմ, որ սա հենց այնպես չի արվում, այստեղ միայն ըստ իշխանությունների դա կանխարգելիչ չի, այս բացահայտումների շարքը, երբ հետազոտությունները, սոցիալական հարցումները պարզել որ իսկապես Փաշինյանի վիճակը նախաշեմին հունիսի 7-ի 1, 2, 3 օր առաջ շատ ծանր է, ես չեմ բացառում, որ ուղղակի ստեղծվի վիճակ, որ 1-2 հիմնականում անցողիկ շեմը ապահովող դաշինք կուսակցությունների հնարավորությունը մասնակցել ընտրություններին արգելվի, ուղղակի արգելափակվի այնպես ինչպես դա եղավ Մոլդովայի